կիսվելուց առաջ երկու զգացմունքով կիսվեմ։ Առաջինը զարմանք եւ երկրորդը հարգանք։ Հարգանքս եմ ուզում հայտնել ձեզ, որ այդքան հմտորեն գունագեղ բռնեցիք բրիտանական կառավարության այս մաքսային, չգիտեմ, սահմանային հարցը կապեցիք Շուրնուխի հետ, ընդեղից հելաք հյուսիս, մտաք Կիրանցով, անցակ գնացիք հայ-ադրբեջանական, հիմա վերադա, հիմա կասեմ ինչ-որ սահմանը։ Եվ երկրորդը իմ զարմանքն եմ ուզում հայտնեմ, ընդհանրապես ձեր խմբակցության կողմից տրվող հարցերի կապակցությամբ, ես մի օր, մի քանի օր առաջ մտա Facebook, դենամ Facebook-յան փոթորիկներ են էլի, են մի կեսը հայ-ամերիկյան հաստատքտի ստորագրումից հետո, մի կեսը ասում էր փրկվանք, վերջ, որը իհարկե քիչ իրականություն, աղերսուն իրականություն, են ուսկ էստել ասում էր, ես ինչ ստիս, թուղ տա, մեկ, մի նախկին պաշտոնյա նույնիսկ ամեն ինչ բարեհաջող կերպով պրավալ տված նախկին պաշտոնյա նույնիսկ ասում էր անփայլ փաստաթուղթ տա, այն մի կեսնել ասում էր բանա, հեսա մեզ Մոսկվան եւ Թեհրանը կպատժեն, վատ բան չի, բայց մեզ կպատժեն։ Եվ գալիս ենք նիստերի դահլիճ առաջի հնարավորությունն այդ իրադարձությունից հետո հարցոպատասխանի, մեկ է տեսնում ենք հարցերը վերաբերվում են, ոնց անենք, որ այս մի բանը այդպես այդքան թափանցիկ չլինի։ Ինչևէ, հիմա վերադառնանք ձեր հարցին, պետք է նաև հիասթափացնեմ ձեզ, պարոն Խաչատրյան, որովհետև այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները եւ ռեկոմենդացիաները։ Խնդրում եմ նորից ուսումնասիրեք, կամ ձեզ լավ չեն ասել, կամ դուք ամբողջը չեք կարդացել։ Իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է արված այժմ Հայաստանին վերաբերելի հատվածում եւ կան որոշ բաներ, որոնց հետ համաձայն չենք, կամ ինչ որ բաներ, որոնց հետ կարող ենք համաձայն լինել, արդեն ըստ ճաշակի, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը եւ հետեւաբար դուք ինչ որ ասում եք նախկինում էլ է եղել ուղղակի հիմա դուք չեք տեսնում արդեն կամ չեք այդքան հետ գնացել դուրս հանված մասին սա ըստ էության բովանդակային ըստ բովանդակության համեցեք արձագանք լավ իմ հիասմունքներից հայտնեմ ինչպես կարելի է 3 հարցից ոչ մեկին չպատասխանել ինձ թվում է այդ ամբյոնը վարակիչ է դառնում կենտրոնական բանկի ներկայացուցիչ սկսած ԲԴԽ-ի ձեր փայլուն տեխնացիայից սկսած վերջացրած այդ տրյուկը օգտագործում են։ Ուրեմն, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս M16H26 ճանապարհին չերթևեկել, Իջևան եւ նոյեմբերյան քաղաքների միջև չերթևեկել սահմանային լարվածության պատճառով։ Ինչ մաքս, գծե կուրակ, գծե մոյդոմ, մարդիկ էս են գրել։ Հիմա ասում եք այն ժամանակ, բաներ կա, որ նույնն է մնացել։ Եթե նույնն է մնացել, բայց թուղթը ուրեմն հեչ գրոշի արժեք չունի։ Չգիտեմ ինչ թուղթ է։ Հեսա կփոխանցեն։ Մյուսը, հարցս այն մյուս երկու հարցը, լավ, արդյոք ավելի խելամիտ եւ բանական չէր հարավից սկսել։ Ասում եք սահմանազատման արդյունքում թուրքերը ջերմուկից կգնան։ Ջերմուկը հարավին ավելի մոտ է, քան հյուսիսից։ Երևանի Հայաստանի քարտեզն է բերեմ ցույց տա։ Հարավից սկսեք թուրքերին ճամփադրեիք տուն։ Եվ մյուսը, հենա դրածա, ճիշտ է, շնորհակալություն, որ ասի գենշտաբի գծած քարտեզը դրել եք։ Պաստորեն Հայաստանի քարտեզ։ Հարավին ավելի մոտ է ջերմուկը, այնտեղից սկսեիք, ներքին հանդիստ քշեիք։ Շուրնուխի ճանապարհի հարց լուծեք, ինչ եք հյուսիսից սկսում։ Եվ երրորդ հարցը, էլի եմ ասում է կառավարության ղեկավարը հոկտեմբեր ամսին առաջարկ եք ներկայացրել, որ հատվածներից սկսեք սահմանազատումը։ Հիմա պատասխանեք, թե գրավոր հարցում ուղարկեմ, ակնկալելով, որ պատասխանը եւ այդ նամակի պատճեն գոնե թույլ կտակ ծանոթանալու։ Պարոն Խաչատրյան, ես կրկին ասում եմ, որ այդ բանը, որը կայակոչում եք բրիտանական կարգավորումը, այս փուլում ունեցել է մեղմացում դիրքորոշման Հայաստանի նկատմամբ։ Եկեք կլինի, որպեսզի հնարավորություն չկա, բայց որպեսզի շատ չխորացնենք մեր Էդ էլ կանդրադառնամ, պարոն Օհանյան, չեմ խուսափի։ Չէ, դա էլ ասում, մարդը պնդում անում, սխալ։ Չասեմ, որ սխալ է։ Եկեք պայմանավորվենք, գնանք նորից նայենք, ես էլ դուք էլ։
Դուք չունեք նայելու, ես ձեզ ասում եմ մեղմացում, լավ, օքեյ, անցանք առաջ, հարցի երկրորդ կոմպոնենտը։ Պարզա, ես իհարկե մտածում եմ մի քիչ ավելի ողջախոհ փաստարկների վրա հիմնված բանավեճ կարանք ունենանք, բայց դե որ չէ, ինչ ասեմ, սահմանազատման մասով։ Թուրքերը, որ ասում եք շուրնուխից, ջերմուկից Թուրքիան քշեն, թուրքերը Հայաստանի Հանրապետության այն մյուս կողմն են, արևմտյան կողմն են։ Ադրբեջանցիները, եթե նկատենք, մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին, ես ուզում եմ ձեզ եւ բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո եւ վերհիշելով անցած տարիները մեր պատմությունը, մեկ անգամ եւս բոլորս միասին առաջիկա ընտրություններում ձեզ ձեր համապատասխան տեղն ենք ուղարկելու, ի նկատի ունեմ մեր քաղաքացիների հետ միասին։ Եվ նորից եմ կրկնում, դուք անգամ ընդդիմության աթոռները չեք զբաղեցնելու, որից հետո այսպես դատարկ թողնելու։ Անվերադարձ գնալու եք քաղաքական աղբանոցը եւ ինչքան էլ փորձեք հույսեր փայփայել վերադարձի, դա չի լինելու։ Դուք անհույս լավատես եք եւ կարող եք շարունակել այդպես մնալ, դա ձեր ընտրությունն է։ Խոսելով ընտրությունների մասին, չեմ կարող չանդրադառնալ առաջիկայում սպասվելիք թիմ ընտրությունների մասին, մասնավորապես Էջմիածնում սպասվելիք թիմ ընտրությունների մասին եւ վաղաշաբաթի մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ ասել եւ խնդրել, հորդորել, որ վերջիններս նոյեմբերի 16-ին գնալով ընտրատեղամաս իրենց ձայնը վստահեն մեր թեկնածուին, ով ես տեսնում եմ, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում քաղաքացիների շրջանում։ Խնդրելու եմ մեր ընտրողներին գնալ ընտրատեղամաս եւ թույլ չտալ, որպիսի Գյումրի 2 տեղի ունենա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում բոլորս գիտենք եւ նաեւ գիտենք, որ Քոչարյանասերժական բանդայի Բաղձալի երազանքը Գյումրի երկրորդ իրականացնելն է, որը մեր քաղաքացիները, այս դեպքում Էջմիածնի մեր սիրելի հայրենակիցները թույլ չեն տալու։ Հիշեցնեմ, որ մեր թեկնածուն քվեաթերթիկում համար 7-ն է եւ նորից եմ կրկնում ամենայն պատասխանատվությամբ, որ վայելում է Էջմիածնի բնակիչների հարգանքը, սերը եւ վստահությունը։